համաձայնում եք, որ մեր ռեկլամը աշխարհի ամենալավ ռեկլամն է, համաձայն եք։ Համաձայն եմ, Պարոն Հատուկ մեր հեռուստադիտորների 40 րոպե անցել կես գիշերից, մենք դեռ շարունակում ենք զրուցել Ֆրանսիայում կայանալիք մրցույթից եւ երկու հոգու բախտը վերելու է շատ տաղանդավոր երկու դաշնակահար մեկնելու են Ֆրանսիա եվրոպական դաշնամուր մրցույթին մասնակցելու համար։ Ամբողջությամբ ֆինանսական ծախսն իր վրա վերցնում է Եվրամիության ներկայացուցչությունը մշակութային եւ նրանք 15 օր, ինչպես պարոն Թոխածյանը նշեց, անկախ նրանից մրցույթի որ փուլից դուրս կգան, իսկ մերոնք եթե գնում են թող հաղթանակով վերադառնան նաեւ, նրանք մնալու են այդ երկրում, վայելեն մշակութային գեղեցիկ կենտրոն։ Իսկ ամենակարևոր կազմակերպիչներից կարևորներից մեկը մեր հայրենակցուհին է, շատ գեղեցիկ Քրիստինան, որ այսօր հյուրն եմ, եւ իհարկե պատիվ ունենք այսօր մեզ մոտ հյուրընկալելու Ֆրանսիայի Հանրապետության Հյուղ Պատոսին։ Այսօր ձեր հարցեր ուղարկեք։ Շատ հայկական հարց տամ, Իհարկե, եթե կարելի է։ Հայերը միշտ ինչ որ եթե մրցույթ է լինում, Քրիստինա, միշտ մտածում են, ահա ժյուրին ով է, ոնց հաստատ անաչառ է, մի խոսքով դուք հասկացաք հարցը, կարելի է մի փոքր ներկայացնել։ Էսի այդ Եվրոկոնկուրսը դաշնամուրի ինչքանով է լավ եւ հետաքրքիր, որ ժյուրի անդամը իր պատասխանը տալիս է եւ ինտերնետի վրա գնում է, ասենք թե մի անգամից, որ ասենք թե ոնց որ լավ գիտեք, չկարողանան մեկը մյուսին ասեն, ասա հա, ասա չէ, ու էսի իմ ցանոթն է, էսի իմ ցանոթը չի, տենց պետք է լինի։ Էդ է շատ հետաքրքիր եւ մենակ մեր կոնկուրսն է անում էդի։ Պարզությունը, շիտակությունն, շատ կարեւոր թափանցիկությունը։ Դե որ տենց եղա մերոնք հաստատ հաղթելու են, ես վստահ եմ։ Պարոն Հյուպատոս, հարցը ուղղված է ձեզ։ Ֆրանսիայի ազատագրական շարժման մասնակից հայերը ինչ որ առավելություններ ունեն Ֆրանսիայում։ Կարակ ազգային ազատագրական շարժման պայքարի, այսինքն ոչ միայն ազգային, ասենք պատերազմի ժամանակ, որոնք որ մասնակցել են Նորմանդիայի շարքերում եւ այլն, այդ նման տիպ հայերը ինչ որ առավելություն ունեն Ֆրանսիայում, եթե անգամ հիմա այստեղ են։ Vétéran, եթե ոչ մի առնենք։ Alors la question est de savoir, il y a des Arméniens qui ont participé à la Seconde Guerre mondiale. Donc, bon, ce sont des vétérans et ils veulent savoir un peu quels sont, est-ce qu'ils ont des avantages ou pas du, enfin, même ils habitent en Arménie par exemple, ils sont revenus en Arménie, oui. Est-ce qu'ils ont des avantages ou pas, est-ce qu'il y a des avantages, quels sont les avantages par rapport à ça? Je vais vous raconter une histoire. Quand je suis arrivé au mois de juin l'an dernier, j'ai eu un très vieux monsieur qui est venu me trouver et qui, dans un français parfait, m'a expliqué la guerre qu'il avait faite sous l'uniforme français pendant la Deuxième Guerre mondiale. Alors, quand il est arrivé ici, les Russes. Ֆրանսացիներն ուզում եմ ասի, որ ինքը եկավ ստեղ, մի հատ շատ ծեր մարդ հայ, բայց շատ մաքուր ֆրանսերենով, եկել է որ ասելա, ես մասնակցել եմ տենց պատերազմի, երկրորդ պատերազմին։ Հենց այդ ծեր մարդներից կարող է ինքը հարցը տվել, հա։ Alors, donc, moi, c'est un de mes soucis, c'est que tous les Arméniens qui ont servi la France soient reconnus comme tels et soient honorés par la France. Ուզում ասի, որ ինքը իր ամենամեծ, ոնց ասեմ, ինչ որ ուզում ամեն շատ, որ այն հայերը, որ մասնակցել են, որ Ֆրանսիային օգնել են, մասնակցել են երկրորդ պատերազմին, որ երկրորդ համաշխարհային պատերազմին, այո, որ Ֆրանսիան ասենք թե ճանաչի նրանց, ոնց որ մեզի օգնել են, Ֆրանսիային օգնել են, շատ կարևոր է իր համար։ Ինչպես ամբողջ աշխարհը կամ մեզ մոտ Հայաստանը մասնավորապես շատ լավ գիտեն Միսակ Մանուշյանին, Ֆրանսիայի հերոս։ Absolument. La France n'oublie pas ceux qui se sont battus pour elle. Et j'invite tous les Arméniens, très sérieusement, c'est un de mes soucis, tous les Arméniens qui ont fait la guerre aux côtés des soldats français, que ce soit ici, que ce soit dans les troupes du Levant, je les invite à contacter l'ambassade. C'est vraiment un de mes soucis, parce que je veux vraiment que les vétérans soient reconnus à leur juste mesure pour les sacrifices qu'ils ont faits pour la France. Ինքը շատ ցանկանում ասենք թե ասում է որ մասնակցել այդ պատերազմին Ֆրանսիային օգնել է, ասում հրավիրում է որ գան ֆրանսական դեսպանատուն անպայման, որտեղ կարևոր է, շատ կարևոր է դա համար, որ գան ասենք թե ճանաչվեն, որ կարողանան ասենք թե օնորները ստանան, տենց շատ կարևոր է դա համար, հա։
Շատ բարի։ Քրիստինե, ինձ հետաքրքրում է, այստեղ կա ֆրանսիական համալսարան, մարդիկ սովորում են ֆրանսերեն, նաև մեկնում են Փարիզ, այդ համոհոտը զգում են։ Որքանով կա տեղ հյուպատոսարանում կամ դեսպանատան այստեղի երևանցիների համար, ովքեր ֆրանսերենն են ուսումնասիրում այդ լեզուն։ Այսինքն կան հենց երիտասարդների դասընթացներ չէ, աշխատանք դեսպանատանը, աշխատան դեսպանատուն. Alors ici on a une université երիտասարդ թեկուզ ուժերի եւ il y a une université française ici et ils veulent savoir ceux qui sont à l'université française par exemple est-ce qu'ils ont une chance ou pas de travailler un jour à l'ambassade de France en Arménie à Erevan. C'est un petit peu une question étrange parce que si j'ai de la place, pour parler très simplement, parce que tous les pays du monde connaissent des problèmes d'argent, pour être très clair. Moi, je serais ravi d'accueillir 50 personnes pour travailler à l'ambassade. Malheureusement, je ne peux pas pour des raisons de budget. Mais c'est évident que, là aussi, les gens de l'UFAR, les gens peuvent candidater pour des postes. Pour l'instant, malheureusement, je vais faire des malheureux, je n'ai pas grand-chose à faire. Voilà, vous avez compris, dans toutes les langues. Որտեղ լինի, այո, բյուջեն էլ որ թողնի, այո, պրոբլեմ չկա դրա մասին, ուղղակի պետք է համապատասխան, եթե նորմալ Ես չգիտեմ որքանով հարց ուղղված է պարոն Հյուպատոսին, բայց համենայնդեպս իրեն են ուղղել, որ ըստ Հյուպատոսի ինչու հայ-ֆրանսիական կինոարտադրության սկիզբը չի դրվում վերջապես։ Որ ասենք թե սկսենք մի հատ ֆիլմ, որ հայկական, ֆրանսական oui, alors on pose la question de savoir pourquoi il n'y a pas encore eu de film franco-arménien en fait. C'est-à-dire pourquoi on n'a pas eu l'occasion en fait de le faire. C'était quel film franco-arménien? Non, mais de faire un film franco-arménien pour montrer parce qu'il y a eu des films. Երևի նկատուն են ընդհանրապես, էլի համատեղ անընդհատ ils veulent savoir pourquoi on n'a pas eu l'occasion. Est-ce qu'il y a eu des propositions ou pourquoi ça s'est pas fait? Très sincèrement, je n'en sais rien. Այդ դեպքում պարոն Հյուպատոս, ասեք խնդրում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացին կարող է բնակություն հաստատել Ֆրանսիայում երկար ժամանակով։ Ասենք թե որ Ես մենակ Հայաստանում կարան ես հարցը տային Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացին կարող է բնակություն հաստատել Ֆրանսիայում։ Անգլիական քաղաքացի, հա։ Ֆրանսիական, որ ասենք թե ուզում է Ֆրանսիա ապրի։ Հա, երկար ժամանակով է։ Անգլիական nationalité ունի հաստատ։ Այո, այո։ Ici quoi. Alors, est-ce que on va dire ça va être pas mal ça. Un anglais, un arménien alors un américain d'origine arménienne sans doute qui a la nationalité américaine peut-il habiter en France pendant une très longue durée hein. Je veux dire très longue durée. C'est-à-dire tout le monde peut habiter en France. Dans le sens de quoi a-t-on besoin? Est-ce que l'Américain qui vient en France, comment peut-il rester pour un long séjour en France? L'Américain qui vient en France reste en France, comme n'importe quelle autre nationalité du monde, y compris les Arméniens d'ailleurs. C'est-à-dire qu'il va demander un visa de long séjour. Et ensuite, il sera admis sur le territoire de la République française et il pourra séjourner, travailler, etc., vivre sa vie. Ասենք թե շատ հայկական հարց է, ճիշտ է ասած, ես եմ ասում։ Շատ ծիծաղալի է մի քիչ, ասենք թե որտեվ ինչ պետք է մենակ հարցնի մի հատ վիզա ֆրանսիական դեսպանատում, Ամերիկայում, որ ասենք թե երկար հարցաշար չի, ոչ է հարցաքննում, արդեն հարցադատի ենք Հյուպատոսի երկար։ Այ հիմա շատ երևի թե մարդկանց համար կարևոր հարց, պարոն Հյուպատոս հարցը